Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 18-ն է 2026 թվական։ Մինչ այս հաղորդումը եթեր կհեռարձակվի, ես արդեն կլինեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու ճանապարհին և տեղ հասնելուց հետո առաջիկա հարմար առիթով բնական է մենք կշփվենք նորից առաջիկա 20 օրը Միացյալ Նահանգներից, այնտեղ նորմալ պայմանները ստեղծված են իմ եթեր մտնելու համար, ինչու նախապես ձեզ չասեցի, որ մեկնում եմ, որովհետև մինչև վերջի օրը ինձ պարզ չէր կկարողանամ գնալ, թե չէ։ Ես շատ չեմ սիրում առողջական բաներից խոսել, որտեղ միշտ մարտական եմ տրամադրված, բայց ողնաշարի ճողվածքի պատճառով շատ ծանր տենց բուժումներ էի ստանում, անգամ խոսում էին վիրահատության անհրաժեշտության մասին, բայց չհամաձայնվեցի, ասեցի դա թողենք վերջի տարբերակ, փորձենք բուժումը այնպես անել, որ գոնե ի վիճակի լինեմ գնամ, այն էլ բուժող բժիշկը ասեց, որ ի վիճակի ես, կգնաս, ինչ կծռես, կգաս, ստեղ կուղենք, նաև հնարավորությունները բավական մեծացել է մարդկանց, ասեց, եթե խնդիր կունենաս, Միացյալ Նահանգներում ընկերս նույն գործով է զբաղվում, կասեմ, որ քեզ կընդունի, այնպես որ պրոբլեմ չկա։ Մեկ էլ մի հարց էլ կա, ինքնաթիռում պարտադրեց, որ 40 րոպեն մեկ վերկենան վարժություններ անեմ միջանցքում, դե չգիտեմ, ասեցի, որ հայկական ռեյս է, էլի, պատկերացրեք, այնտեղ այդքան հայ է թռնում, մեկ էլ մեկը մի ծանոթ մարդ էլի դնի նկարի, դե մի ասես ինչ է անում, բան, այնպես որ եթե հանկարծ նման բան կանեն, հանկարծ ինձ գժի տեղ չդնեք, հաշվի առեք, որ ուղղակի ձև չկա, եթե ես իր խորհուրդներն ու հանձնարարությունները չկատարեմ, ասել է հետ գալուց հետո տեր չեմ կանգնի, եթե իմ ասածները չանես։ Այնպես որ չեմ պլանավորել այնտեղ այս պահին դահլիճային հավաք, հանդիպում, որովհետև տեղից էլ պատկերացնում եք, որ Միացյալ Նահանգներ այցելությունը բավական ծախսատար պրոցես է, տեղից էլ մարդիկ հրավիրել են, չչարաշահեմ իրենց բարեկրթությունը, մի հատ էլ ասեի դահլիճի հարցով, կհասնեմ տեղ 20 օրը բավական է, եթե կկարողանանք դա կազմակերպել, որևէ խնդիր չեմ տեսնում, մեր հայրենակիցները ով էլ ցանկանա ինձ հետ կապ հաստատել, կապի միջոցները ազատ են, բոլոր հնարավոր տարբերակներով կգրեք, կզանգեք, կխոսենք, կհանդիպենք, որովհետև ես կարծում եմ, որ հիմա շատ անելիք ունենք, դա զուտ մենակ այն չի, որ քաղաքական գնահատական տանք իրավիճակին կամ վերլուծենք հազար ու մի հարցեր, որովհետև մեր երկիրը շատ բախտորոշ պահի առաջ է կանգնած, ընտրությունները ավարտվել են, մեզ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են սպասվում, Ռուսաստանից պոկվելու պրոցեսի ընթացքում Ռուսաստանը սանկցիաներ է կիրառում, բայց երբ որ Եվրոպան ձեռք մեկնեց, ճանապարհ բացեց մեր առաջ, դա պարզա շատ արագ չի լինելու, բայց իշխանությունները շտապեց հայտարարել, որ այնպես չի, որ մենք Եվրոպա ենք գնալու, Եվրոպային էլ կօգտագործենք, կարող է մի երրորդ ճանապարհով ենք գնում։ Այսինքն այստեղից ուզում ենք դուրս գանք, այնտեղ չենք ուզում մտնենք ու դեռ չգիտենք այդ երրորդ ճանապարհը որն է։ Պատկերացրեք ինչպիսի ոչ ստանդարտ իրավիճակ է եւ նշանակում է ամեն մեկս մեր տեղում, մեր ուժերի ներածի չափով ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք օգտակար լինել մեր արտադրողներին, գյուղացուն, ֆերմերին, սննդարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին, որովհետև չպետք է ասենք էլի սա նա է մեղավոր, տենց չանեիր, այս ինչ լավ է սենց եղավ, այս ընթացքում էլ մեր համեստ ուժերի ներածի չափով փորձում ենք մեր հայրենակիցների հետ կապ հաստատել, խնդրել, համոզել, հանդիպումներ, որևէ ձևով կարողանան օգտակար լինել, ի վերջո մեր հայրենակիցներն են, այս նեղ պահին չարախնդալը առնվազն շատ փոքր պետք է լինի մարդը, որ ասի դե ձեր արած քաղաքականության պատճառով թող գնան տուժեն, ով տուժի, մեր հայրենակիցները, որոնք որ վարկերի տակ ճկռում են, այնպես որ ես իմ հանդիպումների ժամանակ կարող եմ նաև բիզնես հարցեր քննարկեմ, կարող եմ նաև սոցիալական հազար ու մի խնդիրներ, ծրագրեր եւ այլ եւ այլ, ու նույնը վերաբերում է նաև Եվրոպային, որտեղ այս ընթացքում էլ հավաքներ տարբերանում ենք, փորձելով ինչ որ մի լուծում գտնել այդ ուղղությամբ։ Հիմա ես ուղղակի նաև մի քանի նյութեր հասցնեմ ասեմ ձեզ, որը ուշադրության արժանի են, չեմ կարող դրանց չանդրադառնալ։ Մեկը, որ Ուկրաինայի թեման հասկանում եք, որ
գերկարևոր խնդիր է, որտեղ նոր աշխարհակարգի հետ կապված մենք այդ ամեն ինչը պայմանավորում ենք ուկրաինական պատերազմով, շատ դեպքերում մարդիկ ասում են ինչ է սկսել անընդհատ Ուկրաինայից եւ այլ, հարգելիներս, Ուկրաինայով որոշվում է նաեւ Հայաստանի ճակատագիրը, որովհետեւ Ռուսաստանը հստակ ասում էր, որ ես վերականգնելու եմ Խորհրդային Միությունը, ես վերականգնում եմ ցարական Ռուսաստանի հողերը, դրանք բոլորը մերն են եւ այլ, հեշտությամբ վերցնել Ուկրաինան, առավել հեշտությամբ վերցնելու էր Հայաստանը նախ մեր քաշային կատեգորիաների տարբերությունը, որ մենք կռվողը չէինք Ռուսաստանի դեմ, հետո Հայաստանի ներսում այնքան մարդ կա Ռուսաստանի շահերը սպասարկող, որ նաև աղոհացով կդիմավորեին ռուսներին եւ չեմ էլ կասկածում, որ շատերը կմիանային ռուսական բանակին եւ կկռվեին հայերի դեմ, անունը դնելով, թե այս իշխանությանը չեն սիրում, իշխանությանը մենք էլ չենք սիրում, բայց օտարին չենք միանա իշխանության դեմ կռվելու համար, դրա համար Ուկրաինայի հարցը գերկարևոր է, տեսեք, նաև նայենք ինչա կատարվում, այո շատ ծանր հարվածներ Ռուսաստանն էլ է տալիս, հակաօդային պաշտպանության համակարգերի խիստ պակաս ունի Ուկրաինան, դա էլ լուրջ խնդիր է մեզ համար, այո ասում եմ մեզ համար մի կասկածեք, որովհետև դա իրոք նաև մեր այսքան տարի, որ մեր անկախությունը դեռ պահպանված է, այն էլ այս հասարակության, այս վիճակով, որ երկիր են ման գալիս, որ մեկի վրա սաղացնեն մեր երկիրը, դե մենք անկախություն, ինչ անկախություն, մենք փոքր երկիր ենք, դուք պատկերացրեք, ինչպիսի անասելի ջանքեր է պետք, որպեսզի անկախությունը ընդհանրապես կասկածի տակ չդրվի։ Դրա համար հիմա նայենք, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են օկուպացված Ղրիմում եւ Խերսոնի մարզում գտնվող գրոհային անօդաչու թռչող սարքերի պահեստավորման եւ արձակման կայանին։ Խոցվել է Ղրիմի Գվարդեյսկի մոտակայքում գտնվող գրոհային անօդաչու թռչող սարքերի պահեստավորման, նախապատրաստման եւ արձակման կայանը հրդեհ է հայտնաբերվել օբյեկտներում։ Պաշտպանության ուժերը հարվածներ են Նովոֆեոդորովկայում գտնվող Օրիոն անօդաչու թռչող սարքերի ցամաքային կառավարման կայանին էր հարվածել, Օլենովկայում գտնվող գրոհային անօդաչու թռչող սարքերի կառավարման ցամաքային վերահեռարձակիչին եւ Խերսոնի շրջանի Տենդրիսովկայում գտնվող Սպիտում գտնվող անօդաչու թռչող սարքերի կրկնիչի կապի եւ էլեկտրամատակարարման կետին։ Ինչու այս անունները կարծիք կարևոր անունները չի կարող են ոչ հիշել, ոչ էլ ուշադրություն դարձնել, ուղղակի դուք տեսաք բոլոր հարվածները հետևողական անօդաչու թռչող սարքերի պահեստներ, պահեստավորման պարագաներ եւ տեխնիկական սարքեր։ Սա ինչի մասին է խոսում, որտեղ դուք տեսել եք Ուկրաինան նպատակային հարվածներ է հասցնում։ Խփում ենք նավթավերամշակման գործարաններին, գիտենք արդյունքում ինչ ենք ստանում։ Խփում ենք Վալբրիզին, գիտենք արդյունքում ինչ ենք ստանում։ Խփում ենք հիպերմարկետների պահեստներին, որոնք որ ամբողջ ցանցին մատակարարում են ապրանքներ, գիտենք արդյունքում ինչ ենք ստանում։ Եվ մեկ էլ ասենք դրոնների հետ կապված այս կետային հարվածները, երբ որ ասում եմ Ուկրաինան միշտ խաղում է սպիտակներով, հենց դա է նկատի ունեմ, որ ամեն անգամ Ռուսաստանը չգիտի հաջորդը որն է լինելու։ Տեղից էլ իրանք չեն պատրաստվում պաշտպանել, բացի Վլադիմիր Պուտինի կեցավայրերը, որևէ բան իրանք չեն էլ պաշտպանում եւ ցույցել են տալիս, որ ի վիճակի էլ չեն պաշտպանել, բայց եւ դուք տեսնում եք, որ հաջորդը հիմա մտածելու են, էլ հիմա ինչին է խփելու։ Ես սա ինչի է համարա չափազանց կարևոր է ամեն ինչը, որովհետև Ուկրաինայի հետ կապված, ես հիմա ուզում եմ ձեզ մի թեմա ներկայացնեմ, դա դեռ 2022 թվականի հունվարի 13 Ֆրինյուս հեռուստաընկերությամբ հարցազրույց էր, ինչի եմ ասում, դա պատերազմից առաջ էր, պատերազմը եղել է փետրվարի 24-ին, սա հունվարի 13, 40 օր առաջ համարյա, ինչու համար, որովհետև այդ ժամանակ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն էր, հիմա էլ ատենց, այնպես չի, որ հիմա դաշնակիցը չի, որևէ փաստաթուղթ չենք վերանայել, բայց էական տարբերություն կար հունվարի 13-ի եւ փետրվարի 24-ից հետո, ուզում եմ, որ դա հստակ պատկերացնեք։ Ես գտնում եմ, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այս եռյակ։ Դա ասել եմ 2004 թվականից, երբ որ իմ քաղաքականություն մտնելու իմաստը տեսել եմ դա, մեր երկրի ապագան տեսել եմ դա։ Մեկ ուրիշը տեսել է, որ դա ԵԱՏՄ-ն է, որ դա ՀԱՊԿ-ն է, որ դա Ռուսաստանն է։ Այս ըմբռնումով եմ մոտենում, հարգանքով եմ վերաբերվում ուրիշի կարծիքին, որովհետև դա էլ իր կարծիքն է։ Ինքն էլ գտնում է, որ Հայաստանի ապագան նա է։ Դրա համար
Ես ուղղակի ներկայացնում եմ իմ տեսակետը, բայց անտագոնիզմ չեմ ունեցել նրանց նկատմամբ, որովհետև դա էլ ձեր կարծիքն է, իսկ ես հարգում եմ ուրիշի կարծիքը, բայց փետրվարի 24-ը դա կարմիր գիծ է, ժողովուրդ ջան, որովհետև հասկանանք ինչա նշանակում։ Փետրվարի 24-ից հետո պաշտպանելը Ռուսաստանին դա արդեն գաղափարական մոտեցում չի։ Դա արդեն Հայաստանի շահից բխելով ինչ որ մի քայլ անել չի։ Կամ դու օկուպանտի հետ ես, կամ դու օկուպանտի դեմ ես։ Այլևս դա գաղափարական մտավարժանք չի։ Դրանից հետո այլևս ես իմաստել չեմ տեսել, որ որևէ ռուսամետ դեմս նստի, ես նրա հետ վիճեմ ու ասեմ, գիտեք ինչ, այ դուք գտնում եք, սա իմաստը որն է։ Մարդը օկուպանտին արդարացնում է, օկուպացիան ողջունում է։ Նա դեմ է մեր պետությանը, որտեղ մեր երկիրն էլ է օկուպացիայի զոհ։ Մենք մեր շահերն առաջ ենք տանում, ցույց տալով դա։ Այլևս կարմիր գիծը քաշած է փետրվարի 24-ին։ Փետրվարի 24-ից առաջ, այո, ես շարունակել եմ մնալ իմ կարծիքին, որ մեր ապագան Եվրամիությունն է եւ գտել եմ, որ Ուկրաինան այդ հարցում ճիշտ է։ Պատերազմել չկար, որ ասեինք Ուկրաինայի շահերն ենք պաշտպանում, պատերազմը դեռ չէր սկսել, ժողովուրդ ջան։ Բայց երբ որ դա տեղի ունեցավ դրանից հետո, ոնց որ ես ամեն հարցում կա կարմիր գիծ։ Այո, ես չեմ մասնակցել հեղափոխությանը, բայց ուզեցել եմ, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրանց կերպարով 20 տարվա այդ օկուպացիան Հայաստանից վերանա։ Այո, չմասնակցելով ես դա ողջունել եմ։ Հրապարակայինել եմ հանդես եկել։ Եվ ասել են, որ մարդիկ, որ փողոց են դուրս եկել, այդքանը չէր կարող Նիկոլ Փաշինյանը կազմակերպել, ինքը տենց ռեսուրս չուներ, որպես ընդդիմադիր գործիչ։ Նույնիսկ եթե ինքը իշխանության հետ ինչ-որ բան պայմանավորված լներ, դա մինչև վերջի մարդը այդ պայմանավորվածությունը ինքը չէր կարա հրահանգ տալ, մարդիկ փողոց էին դուրս էին եկել մանկասայլակով փողոց էին փակել, որպես իրանց երեխայի ապագա։ Նրանց ով էր ցույցում տվել, որ դա անեն։ Դրա համար կամաց սխալները կամաց ավելանում են, բայց միևնույնն է, էլի գաղափարական տարաձայնությունների սխալների մասին ես խոսում, որ այ իշխանության դու սա սխալ ես անում, նախկին իշխանությունը սա է սխալ արել, այս բանը էսպես է, մենք որոնենք էսպես կանենք, կամ կարծում ենք էսպես է, դուք արեք, կամ պայման չի, որ մենք ելնենք, դուք արեք, ճիշտ է արեք, բայց երբ որ գալիս է մարդը ազգային ժողովի ամբիոնից ասում է Եթե այդքան զոհը չտայինք, ով կհամաձայնվեր, որ ես հանձնեի, այս նույնը կլներ առանց զոհի, դա էլ է կարմիր գիծ։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, ինչի դրանից հետո այլևս գաղափարական տարաձայնության հարց չի, այլևս այդպես մտքերի մտավարժանքի տեղ չի, որ ասես, այ դուք ինչ կարծիքի եք այս մասին, այ ես կարծիքի եմ այս մասին։ Պարզապես դու արդարացնում ես, որ այդ հազարավոր զոհերը տրվել է, որպեսզի ինքը արդարացնի, թե ինչի է գնում զիջումների, կամ դու դա արդարացնում ես, կամ դրան դեմ ես։ Դրա գաղափարականը ո՞րն է։ Այսինքն գաղափարականը դրա ի՞նչն է։ Դրա համար եմ ասում, շատ դեպքերում մարդիկ ասում են, ինչու է հռետորաբանությունը փոխվում։ Երբ որ կարմիր գիծը անցան, բնականա փոխվում է։ Նույնը կարող ենք ասել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Եղել է հոկտեմբերի 27, եղել է մարտի 1, եղել է տարբեր բաներ։ Դրանից առաջ մարդիկ ընտրել են, ոչ մեկը նրանց չի ասել, այո, կեղծ տեղեկանքով է ընտրվել։ Այդ ամենը չգիտենք, ընտրությունը կեղծել են, բայց ինչքան Հայաստանի բնակիչներ կային, որոնք պաշտպանել են նրան։ Անթվում երկրապահներ մյուս։ Ես չեմ մեղադրել նրանց, թե պաշտպանել են։ Իրանց թվացել է, թե նա Արցախի հարցը լուծելու է։ Այդ հետո, երբ որ կատարվում է մի բան, որ դու տեսնում ես կարմիր գիծը անցավ, վերջ։ Դրանից հետո պաշտպանել նշանակում է այդ թափածարյունը վերցնես քո ձեռքերի վրա։ Վերջ։ Ինչի եմ ասում, ես հիմա Ուկրաինայի հետ կապված ուզում եմ դա հիշեցնեմ հունվարի 13-ի, որ դուք պատկերացեք, ես ինչու համար ասեցի։ Այդտեղից են կոմ ժողովրդյան գիծը չկա։ Հիմա այդ մասը դիտեք ու շարունակենք։ Այսօր երբ որ Ռուսաստանը կանգնում ասում ՆԱՏՕ-ի ընդլայնում է ինձ համար կարմիր գիծ է եւ քիչ ամնում պատերազմ հայտարարի արևմուտքի ՆԱՏՕ-ի ընդլայնման համար, այդ դեպքում հարց է ցակում, հարգելի ռուսական գործընկերներ, որտեղ մնաց ձեր քաղաքական հոտառությունը, երբ որ վերցրեցիք ՆԱՏՕ-ին Թուրքիայի տեսքով, մտցրեցիք Հարավային Կովկաս եւ Հայաստանի տարածքներ։ Այդ ով է ձեզ ասել, որ եթե Վլադիմիր Պուտինը ընկերական հարաբերությունների մեջ է Էրդողանի հետ, դրա համար նշանակում է Թուրքիան բարի նատոյական է։ Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Տեսեք, Ուկրաինայի մասով Ղրիմի հարցեր, որ առաջանում էր, հայտարարություն եղավ, որ դա մեր տարածքն է, դա Լենինի ստեղծած հանրապետություն։ Ղազախստանի մասով էլի որ
ուղիղ եղավ հայտարարություն, թե տողատակերում էր, էլի այդ դա էր, որ դա մեր տարածքն է։ Այսինքն մի հարց է, երբ որ էլիտան է դա ասում, մի հարց է, երբ որ ասում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, հա։ Բայց եթե այդ ամեն ինչը պրոյեկտենք մեր տարածաշրջան, այնտեղ ձեր տարածքն էր, դուք վերցրեցիք Ղրիմը։ Այստեղ էլ գիտենք, որ Ադրբեջանն էլ պետություն չի եղել եւ Լենինն է էլի ստեղծել։ Բայց այստեղ ոնց, այստեղ մեզնից վերցնեն այդ չեղած պետությանը տան։ Շատ լավ։ Ուրեմն այդ հարցում մենք նայենք քաղաքական էլիտայի ռուսական հայտարարությունը դնում են մի կողմ, մեր հեղափոխությունից հետո էլ էին բարբերաբար ասում, որ Հայաստանն էլ մեր տարածքն է եւ այլ եւ այլ։ Դե դրենք մի կողմ, մեր քաղաքական էլիտան է շատ բան ասում, բայց այնտեղ խոսում է Ռուսաստանի նախագահը։ Երբ որ նրան մեղադրում են, թե ինչի դու մտար քու Ստավոն եղբայրական պետություն եւ վերցրեցիր Ղրիմը, նա անուղղակիորեն դրան պատասխանում է, որ ասում է Ուկրաինա պետություն չի եղել։ Լենինն է ստեղծել։ Հա, հիմա մենք հասկանանք ինչ ակա, դա շատ կարևոր նաեւ մեզ է վերաբերվում։ Խոսքում ենք Ուկրաինային չի վերաբերվում։ Այսինքն պետությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն է, Խորհրդային Միությունը փլուզվել է, Ուկրաինան դուրս է եկել Ղրիմի հետ միասին, բայց մեկ էլ Ռուսաստանն ասում է, որ գիտես ինչ, այդ պետությունը չի եղել, ինչ դա արդարացնում է, որ դու նրա տարածքը վերցնես, ինչ կապ ունի ով երբ է ստեղծվել։ Եթե մենք խոսում ենք այս մոլորակի վրա աշխարհակարգի ու իրավակարգի մասին, առաջի հերթին առաջնորդում ենք ՆԱՏՕ-ի անդամ ՄԱԿ-ի անդամ պետությունները, ասում ենք ով պետք է տիրություն կա, ով է գարանտը։ Եթե որևէ դու մեր սուվերեն տարածք մտնում են ձայն չես անում, դու արժեզրկում ես, դու հեղինակազրկում ես այդ կառույցը։ Հիմա հարց է ծագում։ Իսկ եթե Ռուսաստանը նման հայտարարություն է անում, հավատացնում եմ, պատմության պատմական արդարության տեսանկյունից, երբ որ Ռուսաստանը հարցեր է բարձրացնում, պատմությունը Ռուսաստանի ուժեղ կողմը չէ։ Այդ դեպքում եկեք մի քիչ խորանանք, եթե այդպես է։ Համեցեք։ Տեսեք, 1945 թվականի հունիսի 26-ին Սան Ֆրանցիսկոյում հակահիտլերյան կոալիցիայի 50 պետություն ստորագրեցին ՄԱԿ-ի կանոնադրության տակ, որը որոշակի վավերացման ընթացակարգ անցավ եւ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին հակահիտլերյան կոալիցիայի 51 պետություն դարձան ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Ինչու եմ ասում այնտեղ 50-51 Լեհաստանը Սան Ֆրանցիսկոյում չէր ստորագրել, հետո միացավ, հետո դարձավ հիմնադիր անդամ։ Այդ 51 պետությունից մեկը Խորհրդային Միությունն էր, մեկը Ուկրաինան։ Ուկրաինայի անգնահատելի ծառայությունը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում աշխարհը գնահատեց այնպես անուրանալի ծառայությունը, որ նրան ճանաչեց միջազգային իրավունքի սուբյեկտ, երբ որ նա գտնվում էր Խորհրդային Միության կազմում։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ չէր, ՄԱԿ-ի անդամ էր Խորհրդային Միությունն է, հետո երբ որ Խորհրդային Միությունը փլուզվեց, Ռուսաստանն ասեց ես եմ իրավահաջորդը եւ նստեց Խորհրդային Միության աթոռին։ Այն դեպքում, երբ որ փլուզված Խորհրդային Միության իրավահաջորդ էին բոլոր 15 հանրապետությունները, ամեն մեկը իր մասով։ Այսինքն աշխարհը համարեց Ուկրաինայի ծառայությունը անուրանալի, բայց ինչպես տեսնում եք, սլավոնական եղբայրը ուրացավ նրա ծառայությունը։ Այ հիմա դուք դիտեցիք։ Իմ նպատակը որն է, որ Հայաստանը լինելով Ռուսաստանի դաշնակից, Ռուսաստանը անընդհատ մեզանից պահանջում է, որպեսզի մենք իրան պաշտպանենք, ինքը ճիշտ է, Ուկրաինան սխալ է եւ այլ եւ այլ։ Ես էլ ասում եմ, եթե նույնիսկ մենք ունենք գաղափարական տարաձայնություն, նորից ասեմ, այդ ժամանակ պատերազմը չէր եղել։ Դուք պատրաստ եղեք, դուք զինված եղեք, որպեսզի դուք գնաք դաշնակցի հետ խոսալու ժամանակ, ասեք դուք մեզ ինչ եք մեղադրում, որտեղ է մեր սխալը, ինչ ենք մենք արել։ Մենք ինչու երբ որ իրանք պատմական փաստերը աղավաղում են, մենակ Ուկրաինայի հետ կապված չեն աղավաղում, այդ նույնը աղավաղում են Հայաստանի հետ կապված։ Ինչքան մարդ է Հայաստանում ասում, դե լավ էլի, դե ժամանակին է Ռուսաստանի կազում ենք, որ ուզում են Հայաստանը վերցնեն, սխալ են անում։ Հայաստանը ամենահամեստ հաշվարկով 4.500 տարվա քաղաքակրթություն ունի։ Քանի երկրի ազդեցության ու տիրապետության տակ է եղել։ Այդ ինչի ենք պատմությունը վերցնում այն հատվածը, որը Ռուսաստանին է վերաբերում։ Դա ինչի համար ենք դա արդարացնում, չէ՞։ Հիմա դրա համար նաև դիտենք, այդ ոչ օբյեկտիվ է, եթե շատ դեպքերում մարդիկ պատրաստ չեն, ես չլինելով պատմաբան, կռիվ եմ տվել, նստել եմ
ուսումնասիրել եմ, նայել եմ, ասել եմ, որ գոնե մարդիկ զինված լինեն խոսելու ժամանակ, թե չանդադ Հայաստանին մեղադրել են, ասում են դուք ապերախտ եք, դուք չգիտեք Ռուսաստանի հետ այդպես եք վարվել, դուք մեզ չեք պաշտպանում, էս եք անում մենակ, ինչին պաշտպանենք, ում պաշտպանենք, եթե դուք սլավոնական եղբայր վրա ես հարձակվել, օկուպացրել ես նրա տարածքը, քեզ որպես ինչ պաշտպանենք, լա դեռ չէիր հարձակվել, բայց քո հռետորաբանությանը մենք պետք է պատասխան տայինք, որ մեզանից ավելին չակնկալեիք։ Հիմա մի հատված էլ դիտեք ու շարունակենք։ Շատ մեծ ֆանտազիա է պետք, որ նստես Մոսկվայում եւ պաշտոնական Կիևին ասես դուք պետություն չեք ունեցել։ Շատ լուրջ ֆանտազիա է պետք։ Ինչու եմ դա ասում։ Կիևը մեզ հայտնի է 430 թվականից։ 882 թվականին, երբ որ Օլեգը Նովգորոդից գնաց հիմնեց Կիևյան Ռուսիան, Օլեգն ասել Կիև մայց գարադով ռուսկիղ։ Կիևը ռուսական քաղաքների մայրն է։ Իսկ Օլեգը անգրագետ տղա չէր։ Օլեգը վիկինգ Ռուրիկի տղայի իշխանի գրի ռեգենտն էր, դեիգեր այն ժամանակ անչափահաս էր։ Նրան ասում էին վեշչի Ալեկ, ապագա կանխատեսող, ապագա իմացող, այդ ստրատեգ տղա էր։ Իսկ մեկը հարցնի, բա ձեր Մոսկվան ուր էր այդ ժամանակ, որ հիմա Ուկրաինային անուն եք դնում։ Գոնե գայք Երևանից խոսայիք, ասեինք հա էլի Ուկրաինա Կիևին անուն եք դնում։ Եվ վերջո հետաքրքիր է ուղղակի էդ էլ մի հատ նայենք, էլի ասում են Մոսկվան հիմնադրվել է 1147 թվականին։ Ասենք ինչից գիտեք փաստ կա, ասում է դե հա Յուրի Դոլգորուկին իր անգերոջ Չերնիգովի իշխանին կանչեց թեյ խմելու, դե քաղաք գործել էր որտեղ է կանչել։ Յա։ Ասում եք բա քաղաք եղել էր ուրա, դե լավ ասում որ չխորանանք։ Այդ օրը որ այդ անունը հնչել է, այդ օրվանից համարենք Մոսկվայի հիմնադրման օր։ Իրականում Ռոստով Սուզդալյան իշխան Յուրի Դոլգորուկին ի դստավայր այդ ժամանակ Ռոստովից տեղափոխել էր Սուզդալ, այսինքն Մոսկվայից հյուսիս արևմուտք։ Ինքը իր գործընկերոջը շատ մտերիմ հարաբերության մեջ էին իմիջալը Չերնիգովի իշխանի հետ, Սվյատոստավ Օլգովիչի մասին է խոսքը։ Նրան էլ բեղմ ասած դուրս էին արել Չերնիգովից, ինքը այնտեղ ապրում էր Նովգորոդ-Սևերսկ քաղաքում, որը ժամանակակից Ուկրաինայի տարածքում, այսինքն Մոսկվայից հարավ-արևմուտք։ Այսինքն ուզում եք ասեք, իշխանը իր ընկերիշխանին կանչում էր հյուրասիրության, 800 կիլոմետրից ավել նամակը ուղարկել է արի մեր մոտ թեյ խմելու, նա 800 կիլոմետր նամակին պատասխանել է ձիով տգդին, պատասխանը բերել են Սուզդալ, հետո պայմանավորվել են այնպես, որ 220 կիլոմետր սագա հասնի Մոսկվա, նա էլ մոտ 586 կիլոմետր գա, որ թեյ խմե, այն էլ Օլեգն էլ, հավանա, Յուրի Դոլգորուկին էր նես կորած իշխան չէր էլի, Վլադիմիր Մոնամախի տղեն էր, Կիևի մեծ իշխան, ինչ եմ ես սա ասում, եթե Մոսկվայում բացի թեյից ուրիշ բան լներ, ինքը իր գործընկերոջը կկանչեր այդտեղ, ոնց որ ես հիմա մեկին զանգեմ Սևան, ասեմ Տրասովարի, ես էստեից գամ ճանապարհին մի այդ թեյ խմենք, Չայնիում, հետո գրեն Չայնի քաղաքը հիմնադրվել է, չէ, Չայնին քաղաք չի, ուղղակի Տրասի վրա Քիպլիկ չայխանա է։ Ես այն չի եմ ասում։ Ես պատմաբան չեմ, ես տնտեսագետ եմ։ Ես ավարտել եմ Երևանի Շողտնտեսության ինստիտուտը։ Պատմությունն էլ հիշում եմ 50 տարի առաջ դպրոցից, որը սովորել եմ Կիրովական քաղաքում։ Եթե ես պատմաբանը լինեի, ես կգնայի Մոսկվա թեյ խմելու ու մեր ռազմավարական դաշնակիցներին կասեի, ձեր անգրագետ հայտարարության պատճառով մեզ կրակը մի գցի։ Մենք Ուկրաինայի հետ աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում ենք։ Ու պետք չի մեղադրել մեզ կամ իրանց, երբ որ մենք տարբեր ենք իրար դեմ քվեարկում, որովհետև մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, Ռուսաստանը Ուկրաինայի թշնամին է։ Բայց երբ որ Ռուսաստանը մի հայտարարություն է անում, ու մենք ձայն չենք անում, իրան թվում է թե ինքը ճիշտ է, ու շուռա գալի մեզ ասում է, բա դու մեր դաշնակիցն ես, ինչու՞ ես մեզ պաշտպանում, ու մուննաթ է գալի մեր վրա։ Մենք պետք է իրան ասենք, հարգելիս դու ոտից գլուխ սխալ ես, բայց մենք ճիշտ ենք, որովհետև պաշտպանում ենք մեր դաշնակցին, անգամ եթե նա սխալ է, ու խնդրում եմ չչարաշահել մեր բարեկրթությունը։ Այ հիմա դա էլ նայեցիք եւ պատկերացրեցիք, սա է եղել իմ մոտեցումը։ Զինված եղեք գիտելիքով, զինված եղեք փաստերով ու փաստարկներով եւ պաշտպանելով ճիշտը դուք պաշտպանում եք Հայաստանի շահը, որովհետեւ այդ հարցում Հայաստանը ճիշտ է։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, Խորհրդային Միությունը փլուզվել է, մենք չենք փլուզել, հենց փլուզելու նախաձեռնությունը Ռուսաստանինն է եղել, դրանից հետո երբ որ որոշել է ինքը ուժեղացել, ասում է հետ եմ հավաքում։ Բայց այն ժամանակ որ ցերում է իր չէր մտածում Հայաստանի
Հայաստանի ճակատագիրը, Հայաստանն ինչ է անելու։ Մանավանդ որ ԱՊՀ-ի այդ ժամանակվա փաստաթղթերում դուք ձեզ իրավահաջորդ էիք համարում ԱՊՀ-ի այդ 3 երկրների համար։ Հայաստանը կամ մյուսը թող գնան իրանց հարցերը լուծեն։ Սա չէր ձեր մոտեցումը։ Սրա նկատմամբ մենք պետք է մեզ պարտավորված զգանք։ Այդքանը ուղղակի որ դուք պատկերացնեք, հիմա նայենք մենակ այդքանը չի, մենք շատ խնդիրներ ունենք նաև Իրանի հետ կապված, քանի Իրանի հարցը կարգավորված չէ, մենք մտահոգություն ունենք, որովհետև տարածաշրջանը հանգիստ չէ, բացի դրանից էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրեր իրականացնել առանց Ամերիկա-Իրան համաձայնության գալու դա ֆանտաստիկայի ժանրից է։ Առավել ևս ինչքան ակտիվ քայլ անենք թրիպի հետ կապված, այնքան ավելի ագրեսիվ ձևով է Իրանը մտածել ու մեզ պատասխան տա։ Ինչքան շուտ իրանք իրար հետ համաձայնության կան, մեր օգուտն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ԱՄՆ ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության հետ։ Այդ ուզում էր դրանց վերացնել, չգիտես ինչ եւ այլ, հիմա արդեն գլուխը գովում է, որ նրանց հետ ոչ պաշտոնական շփվում ենք, տեսեք ամեն ինչ նորմալ է գնում։ Իհարկե նաեւ որոշակի ինֆորմացիայի արտահոսք կա լինում, որ համաձայնությանն են եկել Իրանը եւ Միացյալ Նահանգները, որպեսզի 60 օրով զինադադարը երկարացնեն, բայց թե վերջնական մինչև չլինի չենք իմանա, մանավանդ որ այն զինադադարը որ կար, ակտիվ ռազմական գործողություններ չկար, բայց պակաս իրար չէին հարվածում էլի, այնպես որ զինադադարը որպես այդպեսին չի եղել, որ ասենք եւս 60 օրով երկարացնենք, բայց ամեն դեպքում մինչև դա վերջնական չլինի, մենք չենք կարող հանգիստ լինել, որովհետեւ Ամերիկայից ու Իրանից ավելի շատ ենք մենք մտահոգ, որովհետեւ մեզ համար նման կարգի խնդիրները շատ ավելի վտանգավոր կարող է լինեն։ Իրանի բանակի հրամանատար գեներալ Ամիր Խաթամի ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով։ Ամերիկյան զորքերը վտարվել են եւ նրանց այլևս թույլ չեն տալիս մտնել Պարսից ծոց, Օմանի ծոց կամ Հորմուզի նեղուց։ Բոլորը պետք է հասկանան, որ ամերիկյան բազաները երբեք չեն վերադառնա իրենց նախկին վիճակին, եւ Իրանը երբեք թույլ չի տա դա։ Հորմուզի նեղուցը աշխարհաքաղաքական հնարավորություն է Իրանի համար, եւ այս ջրային ուղու իրավիճակը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին։ Այս լծակը պատերազմը ավարտելու անհրաժեշտ պայմաններից մեկն է, հավելել է Խաթամին։ Հիմա երբ որ ասում են համաձայնության ենք եկել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը, բայց այս կատեգորիկ ռետորաբանության պարագայում, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է պատերազմը ավարտվելուց հետո Հորմուզը հայտարարելու եմ Ամերիկայի տարածք, չի ասում է վերահսկողություն եմ սահմանելու, չի ասում ինչ որ կարգավորելու եմ երթևեկությունը, նավարկությունը, չէ, ուղղակի հայտարարել եմ ԱՄՆ տարածք։ Հիմա իրանք էլ ասում են ԱՄՆ-ին դուրս ենք անելու։ Դուք ստեղ հետք տեսնում եք, որ իրանք համաձայնության են եկել։ Ամեն դեպքում, եթե այս ռետորաբանության արդյունքում տակից իրար հետ աշխատում են, աշներս տեսնի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմա էլ դե տեսեք, այդ հայտարարությունը լսեցիք, հիմա Թրամփը պատասխանը դրան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանելով Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ Մասկատի եւ Թեհրանի բանակցությունների մասին հասցին նշել է. Եթե Օմանը, դե գիտեք, որ Իրանը միշտ ասում էր, մենք եւ Օմանը դա մեր տերիտորիան է, մենք իրար հետ կնստենք, կպայմանավորենք, դա բացարձակ կապ չունի Ամերիկայի հետ, ինչ համաձայնության մենք գանք, դա Ամերիկային վերաբերվող հարց չի։ Դա մեզ է վերաբերում, մեր ներքին տարածքներն է, մեր պատկանելիության ջրերն է, ինչ գործ ունի Ամերիկան։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է, եթե Օմանը կանգնի ճանապարհին, մենք նրանց ռմբակոծելով գետնին կհավասարեցնենք։ Հիմա էլ Իրանի հետ կապված ոնց որ ուղարկել է քարիդար, հիմա Օմանին ուղարկում է հետևից մի երկու քար էլ Օմանը վերցնի գնա միանա Իրանին։ Հիմա սա որքանով է բխում պայմանավորվածությունների տրամաբանությունից տեսնում եք։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է բարձրացնի կապիտուլյացիայի սպիտակ դրոշը։ Ընդ որում ԱՄՆ նախագահը նշել է, որ որևէ ժամկետներ չի սահմանում եւ չի շտապում։ Ասում է, ես չեմ շտապում։ Երբ կբարձրացնի։ Այսինքն դանդաղ մի 50 տարում կարող է բարձրացնի։ Իրան ձեռք է տալիս, բայց տենում եք մի սանտի բարձրացավ։ Ժորժյան, ինձ թվում է ապտի մանկապարտեզի տարիքից վաղուց դուսեկացել են այն մարդիկ, ովքեր զբաղվում են միջազգային խնդիրներով, արտաքին քաղաքականությամբ, մանավանդ ազդեցիկ խաղացողներ, էլի։ Դուք իմաստե լրջություն տեսնում եք այս փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքների, այստեղ դու պատրաստակամություն, որ գնան պայմանավորվեն, այն դեպքում, երբ որ Իրանի վիճակն էլ վիճակ չի, դա էլ լավ հասկանում ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ լուծումը չի գտնում, խաղաղության ճանապարհը այնուամենայնիվ գտնված չէ,
Իսրայելն էլ բացարձակ ցանկություն չունի, որ նրանք համաձայնության գան, մանավանդ լարված են նաև Լիբանանի հետ կապված ուղղությունը, երբ որ Իսրայելը չի ցանկանում այդ տարածքներից դուրս գա, տարբեր տիպի բանավորվածություններ են ձեռք բերում անվտանգային խնդիրները լուծելու, այնպես որ մենք դեռ ունենք մտահոգվելու հարցեր։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Վաշինգտոնը Կանադան անվանում է իր 51-րդ նահանգ։ Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանում կանադական ապրանքների վրա։ Վաշինգտոնը վիրավորում է Կանադային և սպառնում նրան պատժով, անտառային հրդեհների ծխի պատճառով, մինչդեռ Օտտավան մասնակցում է Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած անօրինական պատերազմին Վաշինգտոնին հանգստացնելու համար։ Իհարկե ես այս հեգնանքը չեմ հասկանում Էսմայիլ Բաղայի, որովհետև ինքը չի պարզաբանում, թե այդ ոնց եղավ, որ Կանադան պայքարի մեջ լինելով Միացյալ Նահանգների հետ, ամուր կանգնած լինելով Եվրոպայի թիկունքին, մեկ էլ հանկարծ որոշեց օգնի, բայց ինչին օգնի, ժողովուրդ ջան։ Այդ ինչի՞ չի Բաղային մի հատ պարզաբանում, սա ինչին է վերաբերում, Կանադան ինչին է միանում։ Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծված պատերազմին։ Ոչ, Կանադան ասում է, ես պատրաստ եմ օգնել եվրոպական այն երկրներին, որոնք սանկցիա են կիրառում Իրանի դեմ։ Իսկ եվրոպական երկրները Եվրամիության անդամ եւ նաեւ ոչ անդամ, որոնց մասին ցուցակը մանրակրկիտ նախորդ անգամ ես ձեզ ներկայացրել եմ, բա ինչի համար էր ասում էինք, որ իմացեք, այս բոլորը կանգնած են, որովհետեւ պատժել Իրանին, Ռուսաստանին օգնելու համար ընդդեմ ուկրաինական պատերազմին։ Իսկ հիմա այո, Կանադան խնդիրներ ունի Ամերիկայի հետ, Եվրոպան էլ խնդիրներ ունի Ամերիկայի հետ, բայց ասում էինք, եթե հանկարծ Իրանը Ուկրաինայի դեմ ոտնձգություն անի, եվրոպայական շատ երկրներ, որ կցանկանան այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորեն, չփչացնեն, բայց եւ չեն ուզենա մտնեն մի պատերազմի մեջ, որը իրանց չի առաջարկել Դոնալդ Թրամփը եւ շատ անհարգալից է եղել, բայց ինչքան ձգվի այդ լարվածությունը այնքան դրանից օգտվելու է Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը, ուշ թե շուտ լեզու պիտի գտնեն։ Եթե հանկարծ սխալվեր Իրանը հարված հասցներ Ուկրաինային, Եվրոպան մտնելու էր պատերազմի մեջ, դրանով ասելով, որ Ուկրաինայի համար են մտել, դրանով նաեւ ժեստանելով Դոնալդ Թրամփին, բայց ցույց չտալով, որ քո համար եմ արել, բայց կոնֆլիկտը կհարթվեր ու շատ նորմալ էր։ Դա հրաշալի հասկանում էր Իրանը, Իրանի մինչև հասկանալը դա հրաշալի ես ձեզ բացատրել եմ, դեռ հենց առաջի իսկ օրը, հուլիսի 25-ին, եւ որ բախտը չի փորձելու Իրանը Ուկրաինայի դեմ բանանի, որովհետեւ իր դեմ հանելու, նախ պետք է ասեն դու Ռուսաստանի կողմից մտար պատերազմի մեջ, հետո մտար Ուկրաինայի դեմ, պատասխանը կստանաս։ Եվ դա նշանակում է, որ հիմա Էսմայիլ Բաղային sense ներկայացնում է, չի ուզում ասի, որ Կանադան միացել է պատժամիջոցներին, ոչ թե Ամերիկային ժեստ անելով, այլ միացել է ընդդեմ Իրանի, որը օգնում է Ռուսաստանին, որը կռվում է Ուկրաինայի դեմ։ Եթե դրանով ինքը ժեստ է անում նաև Ամերիկային, իսկ ինչ մի խնդրեմա որ, բայց մինչև այդ բան չի չեր անում։ Այո, հիմա այս դեպքում անում է, որ եթե դա օգնի հարաբերությունը կարգավորել, մենք միայն ուրախ կլինենք։ Ես նախ ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում Կանադայի վարչապետին Մարկ Քարնին, ինքը լուրջ մասնագետ է, բանկային համակարգի մասնագետ, տնտեսագետ է, ինքը շատ հետևողական քայլերով Կանադայի շահերը կարողանում է լավ ձևով ներկայացնի, լավ ձևով առաջ տանի, շատ լավ համագործակցության ուղիներ ա որոնք թե դա լինի Մեծ Բրիտանիայի հետ, թե լինի Ավստրալիայի հետ, թե լինի Եվրոպայի հետ, անգամ Չինաստանի հետ, ինքը շատ լուրջ քայլեր է անում այդ ուղղությամբ, այսինքն միայն այս բան չի էլի ցույց տալու համար ինչ որ բաներ չի անում, ինքը հետևողական լուրջ մասնագետ անում է։ Եթե այս քայլով կարող է ինքը Կանադայի շահերի հետ կապված դրական բան անի, իսկ ինչու պետք է չանի որ։ Մանավանդ որ հիշում եք, որ անգամ Կանադան ասում էր կարող է անգամ միանանք Եվրամիության անդամ դառնանք, նույնիսկ օվկիանոսը Ամերիկային բաժանում էր Եվրոպայից, բայց ոնց որ հիշում եմ նույն օվկիանոսն է բաժանում Կանադային Եվրոպայից։ Բացի դրանից ինքը
կամավորների խմբի մեջ ներգրավված պետություն է, Եվրամիության անդամ պետություն չի, բայց ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ասեց Եվրամիության անդամ պետությունները Ուկրաինայի թիկունքին կանգնած են, ես էլ են կողմից եմ Ուկրաինայի թիկունքին կանգնած։ Այնպես որ ուզում եմ ասեմ, մեզ հեգնանքը ավելի շատ մանտրաժից է, քան իրական հեգնանք, որովհետև եթե դու պատճառը ասեիր, որ մարդիկ իմանային, թե ինչի է Կանադան կանգնել այս դեպքում, ինչու չի կանգնել դրանից առաջ, կամ իր նկատմամբ անհարգալից խոսալուց հետո այս քայլը ինչի է անում, այս քայլը ինքը անում է Ուկրաինայի համար, ժեստ անելով Ամերիկային։ Ամերիկան է թող իր եզրակացությունը անի, ուզում է հարաբերությունը հարթի, հիմա թող այդ առիթը գնահատի։ Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ դատապարտելով Իսրայելի հրաժարումը ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի Խաղաղության խորհրդի առաջարկած 15 կետերից բաղկացած փաստաթուղթը։ Ըստ նրանց Իսրայելի դիրքորոշումն իրականում նշանակում է համապարփակ ծրագրից հրաժարում, վտանգում է նրա իրականացումը և խաթարում արդար ու երկարատև խաղաղության հասնելու միջազգային ջանքերը։ Նախարարները հայտարարել են, որ այժմ հենց Իսրայելն է պատասխանատվություն կրում Գազայում և պաղեստինյան այլ օկուպացված տարածքներում խաղաղություն հաստատելու ջանքերը խոչընդոտելու համար։ Հիմա տեսնում եք, այն որ Իսրայելը իր հարաբերությունները շատ երկրների հետ փչացրել է, դա նորություն չէ, առաջ անգամ չենք խոսում, երբ որ Համասը հարձակվեց դեռ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա տարածքներ գրավեց, մարդկանց գերեվարեց եւ այլ, ես շատ հստակ ասել եմ, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, անկախ նայած ով ինչ էր մտածում եւ այլ, ինչ որ մեկն էլ գրել էր, թե կարող է հրեայես, որ ասում ես արդարացնում ես վերեն հարձակվելը, ասի եթե լոռեցի հրեա լինում է, ասեք իմանամ, կարող է, դա էլ նորություն է, իմանանք դա ոնց է կոչվում, էլի։ Հա, իհարկե դա լուրջ չի, որովհետև եթե դու օբյեկտիվ գնահատական ես տալի, մեկի դուրը կգա թե չէ, դրա պատճառով եթե կարծիք փոխեինք ժողովրդյան, ընդհանրապես տնից դուրս չգայինք կամ ընդհանրապես կարծիք չհայտնեինք։ Բայց հարցը որն է, չափը անցավ Բենյամին Նեթանյահուն։ Ինքը մի քիչ էլ ոգևորված, Դոնալդ Տրամփն է ոգևորել, թիկունքին կանգնած էր, բերեք Գազան դատարկենք, բերեք ինքն է ոգևորված ասեց, այո, բեր դատարկենք, այսինքն արդեն հանգիստ մոռացան, որ ոչ թե կռվում են զորքի դեմ, թե չէ որ դու ուզենայիր Համասին վերացնել, ով քեզ կմեղադրեր։ Եվրոպական շատ երկրներ էին պաշտպանում Իսրայելին, որ ասում են, այո, ինքնապաշտպանության իրավունք ունի։ Բայց երբ որ Համասի հետ կապված, Հեզբոլայի հետ կապված առիթը օգտագործեց, որ ամբողջությամբ դատարկի սեկտոր Գազան եւ օկուպացված տարածքներից դուրս չգա Լիբանանի, բնական բանա շատ-շատերը երես թեքեցին։ Այն աշճանի, որ ինքը մտածում է դե լավ Ամերիկան թիկունքից կանգնած ով ինչ ուզում է մտածի, բայց եկավ մի բան, որ Ամերիկան ասեց չափը անցնում ես։ Արդեն դու փորձում ես ին վրա ճնշել, այդ ձևով չի լինի, որտեղ արդեն Ամերիկան Տրամփը արդեն խնդիր ուներ։ Այն աշճանի, որ Տրամփի պետքարտուղարը վրթոված ասում է Իսրայելի կաբինետի անդամները կառավարության վիրավորական արտահայտություններ են թույլ տալի Տրամփի հասցեին, Ժորժ ջան, այսօրն եք ասել, հա։ Այսինքն այդ ամեն ինչը անցել ենք, ես ուղղակի հիշեցնում եմ ինչի համար, որ հիմա գնալով օղակը սեղմվում է։ Հոկտեմբերի 27-ին Կնեսետի ընտրությունը, դրանից հետո պարզում որ հանկարծ այնպիսի ուժերի հարաբերակցություն լինի, որ Բենյամին Նեթանյահուի ղեկավարած ուժը մեծամասնություն ունենա, չեմ պատկերացնում նման բան, որքան ես մի քիչ ինֆորմացիա ունեմ նաև ներսից, որ հասկանում ենք ինչա կատարվում, չի կարող նման բան լինել, գոնե դա փրկություն կլինի, որն ինչքան որ հարաբերությունները վատացրել է Իսրայելը տարբեր երկրների հետ, վերականգնի այդ վիճակը։ Ի վերջո ըստ երկրներ կան, որոնց հետ կապված կցանկանար Իսրայելը հարաբերությունները նորմալ պահել, չոգևորվեր, որ Տրամփը իր թիկունքին է։ Նախարարները հայտարարել որ այժմ հենց Իսրայելն է պատասխանատվություն կրում Գազայում եւ Պաղեստինյան այլ օկուպացված տարածքներում խաղաղության հաստատելու ջանքերը խոչընդոտելու համար։ Այս պատկերացրեցինք, հիմա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պատասխանել է Իսրայելի հետ հնարավոր պատերազմի մասին հարցին։ Մենք խոսում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին, բայց եթե ինչ-որ մեկը պատերազմի նպատակով որոշի հարձակվել Թուրքիայի վրա, ապա Թուրքիան չի խուսափի դրանից։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, նշել է Էրդողանը։ Իհարկե մի քիչ
Զավեշտի անմանվում, որ Թուրքիայի նախագահն ասում է, եթե մեր վրա հարձակվեն կպատասխանենք, հա որ վրա հարձակվեն, պարզապես պիտի պատասխանես, բայց այն հռետորաբանությունը, որ կա Իսրայել-Թուրքիա, այնց չի, որ կարծում ես, որ Իսրայելը այնուամենև Թուրքիայի վրա ռիսկ կանի հարձակվի, էլի ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա, այն էլ որ գիտենք ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ կետը անմիջապես կարող է ուժի մեջ մտնի։ Չեմ կարծում, որ այսինքն եթե ինքը ասեր ես պատերազմից չեմ վախենում Իսրայելի դեմ, դա էլ կարայինք հասկանանք։ Եթե պետք կլի պատերազմ կմտնենք, հա, բայց եթե մեր վրա հարձակվեն, չենք խորշի պատասխանենք, մնացել էր խորշեիր կամ չպատասխանեիր։ Այսինքն համարյա դա բան չի ասում, առավել ևս որ հիմա այն փաստաթուղթը, որը ստորագրել է Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը, նրա վրա հարձակվելու դեպքում երկու հատ 5-րդ կետ կա, էլի, մի հատը իսլամական ՆԱՏՕ-ի, մի հատը ՆԱՏՕ-ի։ Այնպես որ չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է, որ Իսրայելը գլխի ձեռավերցրել Թուրքիայի վրա հարձակվելու։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ արևմտյան երկրների հատուկ ծառայություններից մեկը ուկրաինական կողմի հետ համակարգված պատրաստվում է Լատինական Ամերիկայում հակառուսական սադրանք իրականացնել։ Նախատեսվում է Ռուսաստանին մեղադրել Վենեսուելայի, Կոլումբիայի եւ Մեքսիկայի նարկոկարտելներին ու այլ հանցավոր խմբավորումներին ապօրինի զենք մատակարարելու մեջ։ Ռուսական հետախուզության պնդմամբ այդ նպատակով նշված երկրներ արդեն ներկրվում են ռուսական արտադրության զինատեսակներ, որոնց ըստ արտաքին հետախուզական ծառայության ռուսական ուժերից արգրավվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։ Միաժամանակ պատրաստվում են կեղծ աուդիո եւ տեսանյութեր, ինչպես նաեւ փաստաթղթեր, որոնք պետք է ստեղծեն ռուսական կողմի մասնակցության տպավորություն։ Արտաքին հետախուզական ծառայությունը պնդում է, որ սադրանքի նպատակն է վնասել Ռուսաստանի հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների հետ եւ նրանց կառավարություններին հակել արևմուտքի հակառուսական քաղաքականության ջանքերին։ Ժորժ ջան, այս sense նայում ես իրիկնային հեքիաթը, եթե պետք է տենց ներկայացնեք, գոնե sense այնտեղ խրուշիկ նստացրեք, այնտեղ իրանք ունեին, չէ, տենց Ստեպաշկաբան, տենց, այս ինչ հեքիաթ եք պատմում։ Դուք Լատինական Ամերիկայում մտամ թողել եք ձեր ազդեցությունը մնացել է երկրների վրա, հիմա էլ հարաբերությունը փչացնում են։ Բացի դրանից էլ հիմա ինչ ա եղել։ Վենեսուելայում այդքան զենք էիք տվել, ամերիկացիք գնացին, վերցրեցին Մադուրոին, բերեցին իրանց մոտ բանտարկեցին։ Այդ ձեր տեխնիկան ուր էր։ Այդ ինչ կատարվեց։ Ոչ մի բան չկատարվեց, չէ, խայտարակ եղաք, պարզ դառավ ինչա։ Հիմա էլ, քանի որ լավ էլ զինում էիք նրանց, նաև մտածում եք, որ կարող է որևէ երկիր, որի վրա կարողանում են տիրապետություն հաստատել կամ հարաբերությունները ուրիշ մակարդակի տեղափոխել ամերիկան այդ երկրների հետ, մանավանդ գիտեք, Դոնալդ Տրամփն ասում է, դա մեր ազդեցության գոտին է, Մոնրոյի դոկտրինն է հիշում 1823 թվականի, չի բացառվում, որ նաև Ռուսաստանը նրանց զենք տվել է, բայց վախենում է բռնվի եւ որպեսի բռնվելու դեպքում ասի գիտեք, այդ զենքը ուկրաինացիք տվել են Լատինական Ամերիկա, որպեսի մեզ խայտարակ անեն։ Ինչի ձեզ խայտարակ անելու համար դա պետք է լիներ, դուք ենա քայլող խայտարակություն եք, էլի։ Այնպես ոնց որ Ռուսաստանն իրան խայտարակ անում, որևէ մի հակառակորդ տենց բան չի կարող անի, Ժորժ ջան։ Այն ձեր կարևոր ռազմավարական օբյեկտները շարքից անելու խայտարակությունից հետո եք խայտարակությունից խոսում։ Չէ, Ժորժ ջան, այս ամեն ինչը խոսում է ինչի մասին։ Ուկրաինան ինչքան ուզենա ձեր վրա խայտարակություն գտնի, հաստատ կգտնի։ Այն զենքը, որը ձեզանից վերցրած էր, դրանով ձեր դեմ կկռվեր։ Չէր ուղարկի Լատինական Ամերիկայի երկրներին, որպեսզի ձեզ խայտարակվածներին, էլի։ Դրա համար եթե ձեր հատուկ ծառայությունները այս մակարդակի են, այդքան էլ ձեր գործերը լավ չի, Ժողովուրդ ջան։ Հայաստանի հասարակությունն էլ պետք է մտածի, որ ում հետ է իր ճակատագիրը կապել, չնայած դե շատ-շատերը հասկանում են, որ դա ինչ չի։ Դե ինչ որ ես հասցրեցի այս լուրերից ասցի, մնացած է եթե ինչ որ բան դուրս մնաց, հասնելով Միացյալ Նահանգներ, արդեն մեր սովորական ժամին կկապվենք եւ բոլոր հարցերը միասին կքննարկենք։ Ես ինքս չեմ կարող չհետեւել լուրերին, նշանակում է եթե անհանգիստ մարդ եմ հետևեմ, ձեզ էլ ներկայացնելու եմ ինչ է կատարվում։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։